փաստաբանն իր փաստաբանական գործունեության ընթացքում ձեռք է բերում տեղեկություններ, որոնք փաստաբանական գաղտնիք են համարվում։ Հետագայում դադարեցնում է իր փաստաբանական գործունեությունը, սակայն փաստաբան չհանդիսանալու հանգամանքն ինքնին նրան իրավունք չի տալիս բացահայտելու փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ կամ նյութեր։ Կամ օրինակ ավարտվում է տվյալ փաստաբանական վարույթը և լուծվում է վստահորդի հետ կնքված իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրը։ Նշված հանգամանքը ևս հիմք չէ փաստաբանական գաղտնիք համարվող տեղեկություններ հրապարակելու համար։ Իսկ որ դեպքերում է օրենքով թույլատրվում հրապարակել նման տեղեկություններ կամ նյութեր։ Փաստաբանը կարող է հրապարակել փաստաբանական գաղտնիքը, եթե առկա է վստահորդի համաձայնությունը, կամ դա անհրաժեշտ է նրա և վստահորդի միջև ծագած դատական վեճում, կամ փաստաբանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթում պահանջները հիմնավորելու կամ իր պաշտպանության համար, կամ դա անհրաժեշտ է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում։ Փաստաբանը հրապարակում է փաստաբանական գաղտնիքը նաև այն դեպքերում, եթե առկա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկատվությունը։